Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններում 688,761 քվե ստացավ եւ միանձնյա իշխանություն ձևավորեց։ Ընտրություններից առաջ ՔՊ-ն մի շարք չափելի խոստումներ էր տվել, որոնք պետք է իրականացներ մինչեւ 2026 թվականը։ Արդեն մոտենում են հաջորդ ընտրությունները։ Ֆակտոր TV-ն փորձել է պարզել քաղաքական ուժի սոցիալական ոլորտում տված խոստումներից որոնք են իրագործվել։ Գործազրկությունը իջեցնել 10%-ից ցածր, աղքատության մակարդակը նվազեցնել կրկնակի, կենսաթոշակի միջին չափը 43,500 դրամից դարձնել 61,000 դրամ, նվազագույն կենսաթոշակը 26,500 դրամից դարձնել 37,000 դրամ։ Նիկոլ Փաշինյանի թվարկած ուղղություններով ինչ պատկեր է այժմ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Ֆակտոր TV-ի հարցման պատասխանից պարզ է դառնում, որ գործազրկությունը 10%-ից չի նվազել։ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն 2025-ի երրորդ եռամսյակի տվյալներով գործազրկության մակարդակը կազմել է 11,8%։ Կենսաթոշակի միջին չափը խոստացված 61,000-ի փոխարեն կազմում է 49,032 դրամ, նվազագույն կենսաթոշակի չափը 37,000 դրամի փոխարեն 36,000 դրամ է։ Չի կատարվել նաև աշխատավարձի չափին վերաբերող խոստումը։ Հայաստանում այժմ նվազագույն աշխատավարձը կազմում է 75,000 դրամ, այն 10,000-ով պակաս է ՔՊ-ի նախընտրական ծրագրում նշված թվից։ Ավելացել է միջին աշխատավարձի չափը 46,500 դրամով, 28%-ով 18 թվականի մեկնարկի համեմատ։ 2018 թվականի ապրիլ ամսին միջին ամսական աշխատավարձը կազմել է 166,200 դրամ, իսկ 2021 թվականի մարտին 212,700 դրամ։ Սա մեր երկրում երբևէ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է։ 2021-ի խորհրդանական ընտրություններին ընդառաջ քաղաքացիական պայմանագիրը խոստացել էր միջին աշխատավարձը 190,000 դրամից հասցնել 300,000 դրամի։ Քաղաքական ուժի այս խոստումը կատարվել է եւ մի բան էլ ավելին։ Միջին ամսական անվանական աշխատավարձի չափը 2025-ին կազմել է 376,743 դրամ։ Պետական հատվածում 358,602 դրամ, իսկ մասնավոր հատվածում 383,611 դրամ։ Ծայրահեղ աղքատությունը 0,6% է, անկախ մեթոդաբանությունից, այս նշանակում է մենք ըստ էության շատ մոտ ենք ծայրահեղ աղքատությունը վերացնելու մեր նախընտրական խոստումին, որը տվել ենք 2021 թվականին։ Քաղաքացիական պայմանագիրը խոստանում էր աղքատության մակարդակը կրկնակի նվազեցնել։ 2021-ին աղքատության մակարդակը կազմում էր 26,5%, ծայրահեղ աղքատությունը 1,5%, իսկ 2024 թվականին համապատասխանաբար կազմել է 21,7% եւ 0,6%։ 2025-ի տվյալները դեռ չեն հրապարակվել։ Նախընտրական խոստումներից էր նաև հաշմանդամություն ունեցող անձանց նպաստները 26,500 դրամից 33,000-ից 52,000 դրամ սահմանելը ըստ ծանրության աստիճանի։ Այս պահին ոլորտում ամենաբարձր նպաստը կազմում է 39,000 դրամ։ Ստացվում է սոցիալապես անապահով խավերի կենսամակարդակի վրա ուղղակիորեն ազդեցություն ունեցող նվազագույն աշխատավարձին, կենսաթոշակներին եւ աղքատության ընդհանուր մակարդակին վերաբերող ցուցանիշները դեռևս չեն հասել 2026-ի համար սահմանված թիրախներին։